Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ մարդիկ հաց ուտելուց YouTube են նայում, լողանալուց երգ են լսում, զուգարանի վրա Instagram են թերթում ու առհասարակ աշխատում են նենց անել, որ իրենց կյանքի ոչ մի վայրկյան ձանձրալի չանցնի։ Բայց այս ձանձրույթը իրականում վատ բան չի։ Երբ դու այս անverջ արտաքին ստիմուլների հոսքը վերջապես դադարեցնում ես, քո ուղեղը հնարավորություն է ունենում ուշադրությունը թեքել դեպի ներքնաշխարհ։ Ու այնտեղ սկսում են շատ հետաքրքիր բաներ կատարվել։ Դու սկսում ես վերլուծել այն ամբողջ ինֆորմացիան, որ դու ստացել ես արտաքին աշխարհից, դու սկսում ես վերլուծել ինքդ քեզ։ Գրեթե բոլոր կրեատիվ մտքերը հենց սեն ժամանակ են մարդու մոտ գալի, երբ որ ինքը ձանձրույթի մեջ է։ Իմ մոտ վիդեոների մտքերի 90%-ը գալիս է այն ժամանակ, երբ ես լողանում եմ կամ դուրս քայլում եմ, որովհետև էսի իմ օրվա ընթացքում շատ քիչ պահերից է, երբ ես իմ ուղեղը ինչ-որ արտաքին բանով չեմ զբաղեցնում։ Այս կարող է ինչ-որ շատ փոքր ու աննշան բան թվա, բայց փորձեք օրվա ընթացքում ինչ-որ պահեր բռնել, երբ որ դուք այս mindfulness-ը պրակտիկա եք անում։ Այսինքն փորձեք ուղղակի ներկա պահի մեջ լինել ու այս ձանձրույթը embrace անել։ Ասենք հաց ուտելուց YouTube նայելու տեղը այս 5-10 րոպեն փորձեք տրամադրել հենց հաց ուտելուն։ Օրինակ համար կարեք մտածեք նրա մասին, թե ինչքան մարդ է իր ներդրումը ունեցել նրա մեջ, որ հիմա ձեր դիմաց այս ուտելիքը դրած լինի։ Ես անկեղծ եմ ասում, որ այս փոքրիկ փոփոխությունները կարող են ահռելի մեծ էֆեկտ ունենան ձեր մենտալ առողջության վրա։